Երեք մենք խոսում ենք բանի մասին, մի ուրիշ առիթով խոսում ենք, տեսեք, դիվերսիֆիկացիայի մասին, նույն կոնյակ բրենդի եւ այլն այս պատմությունների մասին։ Եթե մենք ուզում ենք միջազգային շուկա դուրս գալ միջազգային ստանդարտի տրամաբանությամբ, ուրեմն այդ խմիչքը պետք է արտադրվի կաղնե տակառների մեջ։ Հայաստանի Հանրապետությունում մասամբ այդ խմիչքը արտադրվում է կաղնե տակառների մեջ, բայց հիմնականում արտադրվում է մետաղե տարաների մեջ, որի մեջ տեղադրված են կաղնե տախտակներ։ Եվ իմիջայլոց այդ տարաների մի զգալի մասը մեր լիզինգի ծրագրով է ձեռք բերված։ Այսինքն սրանք այս խնդիրներին մենք պետք է առայրեցվենք։ Ես այս դահլիճում քանի անգամ եմ խոսել ստանդարտի մասին։ Տասնյակ անգամներ խոսել եմ ստանդարտի մասին։ Բայց մենք նեն չի, որ ստանդարտի մասին խոսում ենք, դե ասում ենք, գիտեք ինչ, գնացեք ստանդարտ, մենք ասում ենք ստանդարտը սահմանում ենք, ասում ենք, Ժորժ ջան, եկեք իրար հետ մենք ձեր կողքը կանգնենք, դուք մեր կողքը կանգնենք։ Ստանդարտի մեջ գնենք։ Էլ չեմ ասում այդ արտադրանքի որակի հետ կապված խնդիրները։ Ինչքանով են իրանք որակական ստանդարտներին համապատասխանում։ Ընդ որում պետք չի ամբողջացնել, որովհետև կան արտադրողներ, որոնք այո, բայց կան արտադրողներ, որոնք ոչ։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչում ես, տենում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Ասենք սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում է սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք, որովհետև այո, տենց հերթով անցնելով, դե շրջակա միջավայրի նախարարությունում դե ասում ենք լավ, ոչինչ, եկեք դե մի քիչ սենց գնանք, հաջորդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ասում ենք դե այդ խնդիրը պետք է մի ձև անենք, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արդյունաբերության ասում ենք դե դժվար վիճակները, տենց պատտվելով գնում ենք վերջում հասնում ենք առողջապահության նախարարություն։ Դե ասում ենք եկեք, տենանք ոնց ենք այս ամեն ինչի հետևանքները վերացնում։ Հա շատ լավ, հասկանում եմ։ Ժամանակ ա եղել, որ մենք բան ենք երել, Հայաստանի ժողովուրդը առավոտը կարտոֆիլ նախաճաշին, ճաշին կարտոֆիլ, ընթրիքին կարտոֆիլ կամ չգիտեմ, բայց մենք պետք է առաջ գնանք, պետք է հասկանանք, առերեսվենք այս խնդիրների հետ։ Ինչքան է պետք է աջակցել ձկնարդյունաբերությանը, այնքան աջակցենք։ Բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք, որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհ է, որ մենք համոզվենք, որ գնում ենք առաջ, ակետից շարժում ենք բկետը։ Այդ ամեն ինչը վերաբերվում է նաև էլի բազմիցս խոսել ենք գյուղատնտեսության ոլորտին։ Այսպես ասած, ոչ նորմատիվային հողեր հասկացություն կա Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ նորմատիվային հողերը այն հողերն են, որոնք սովորականից ավելի շատ ջուր են պահանջում վեգետացիան ապահովելու համար։ Մենք ոչ նորմատիվային հողի վրա, երբ որ ամենացածրարժեք մշակաբույսն ենք աճացնում, ստեղ հարց է Ժողովուրդ ջան, 1000 դրամի ջուր ենք վատնում, լավ 1050 դրամի արտադրանք ստանում։ Մենք չենք ասում այդ հողի վրա բան չաճացնենք, բայց ասում ենք այդտեղ աճացնենք ոչ թե ցածրարժեք գյուղատնտեսական մթերք, այլ բարձրարժեք գյուղատնտեսական մթերք։ Եվ սրա համար պետք է աշխատանք, սրա համար պետք է խորհրդատվություն։ Եվ այս ուղղությամբ պետք է ասեմ։